Ոստիկանությունը ուսումնասիրություն է կատարում, դիտոր կազմակերպությունները դիմել են, արդեն 5 օր է գրում ենք ոստիկանության, ասում են ուսումնասիրություն են կատարում։ Այդ ինչ ուսումնասիրություն, մարդիկ հստակ գրել են, անձիկ կոնկրետ փաստերով գնացել են հանրավայքի տեղը, խոսեցրել են, մարդիկ էլ ասել են մեզ ստիպողաբար բերել են։ Պարոն Մինասյան, դուք չեք տեսնում, այսինքն նախկիններից դուք ինչով եք տարբերվում։ Ես տեսա, որ մի քանի օր առաջ նման հաղորդում եղավ եւ ես վստահեցնում եմ, որ իրավապահների ուշադրության տիրույթում է եւ անպայման, եթե մեղավորներ լինեն, կպատժվեն եւ ամենաբարձր մակարդակով, Չեն պատժվում, պարոն Մինասյան։ 3 ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եւ դա այսպես ասած հորդորեր, որ իրավապահները ել ավելի մեծ ջանք տնեն։ Պաշտոնանկության մասին խոսվում, ինչպես կմեկնաբանեք, կա նման քննարկում։ Գոհ է Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից։ Սուտ են այդ լուրերը, բամբասանքներ են եւ անցած շաբաթ հենց ճեպազրույցում այդ հարցին անդրադարձա։ Այսինքն դուք շարունակելու եք պաշտոնավարել, գոհ են ձեր աշխատանքից։ Արդեն պատասխանեցի այդ հարցը։ Եվ Ռոմի ստատուտի ընդունումը, ինչ է տալու մեզ, քանի որ դուք եք այդ նախագիծը կառավարությունում զեկուցում, հիմա էլ ազգային ժողովում։ Ի վերջո, եթե այդ ստատուտը ընդունելուց հետո Ռուսաստանի նախագահը գա Հայաստան, ինչ է տեղի ունենալու։ Ռոմի ստատուտի ընդունումը դա միջազգային, այսպես ասած, պաշտպանության մեխանիզմ է, քրեական պաշտպանության մեխանիզմ է, որը հնարավորություն է տալի մեր ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունների, մասնավորապես ռազմական հանցագործությունների մաս կազմել նաև միջազգային քրեական դատախազական եւ դատական համակարգերը եւ այսքանը։ Ձեր թույլտվությամբ անդրադառնամ ինձ առավել իմ ոլորտին առավել մտահոգիչ մի հարցի, քրեակատարողական ծառայության պետ գրեթե 1 ամիս է այս պաշտոնը չկա, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, կադր չեք կարում ընտրեք, պարոն Մինասյան, ասում են դուք, որ ձեզ մտերիմ համակուրսեցիք պարոն Նալբանդյանին, որը տեղակալներից մեկն է, ամեն ինչ անում եք իրեն անցկացնեք, բայց քաղաքական իշխանությունները այդքան է կոչ են։ Ի վերջո պաշտոնը ինչու է շարունակում մնալ այդքան լուրջ պաշտոնը թափուր։ Այժմ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնավարումը իրականացնում է առաջի տեղակալը, ով բավականին փորձառու կադր է եւ այս ժամանակահատված օրենքով սահմանված բոլոր, այսպես ասած, սահմաններում է, իսկ պետի տեխնացուի ընտրությունը հեշտ գործ չի, դրա համար քննարկումներ են տեղի ունենում, հարցազրույցներ եմ ես ինքս անցկացնում, որպեսզի լավագույն կադրերին ներկայացնեմ վարչապետին։ Հրաժարվողներ եղել են, ասում են հրաժարվողներ կան, 1 րոպե, եղել են հրաժարվողներ, որոնց որ առաջարկ եղել է գնալ այդ դուրս պաշտոնին, բայց հրաժարվել են։ Չէ։ Պետի հետ կապված ասում են նախկինը ազատվեց աշխատանքից, որովհետև թույլ էր տվել, որ Դավիթ Տոնոյանը ազգային ժողով գալու ճանապարհին տեսակցի մայրիկին, դրա համար ազատվեց։ Թույլտվություն չէր վերցրել։ Պետը ազատվել է իր սեփական դիմումի համաձայն եւ իրար հետ արդեն 1 տարի աշխատել ենք։ Դրվագի հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, կա մեր վերահսկողական վարչության կողմից բացված գործ, որ ուսումնասիրում ենք հենց դրվագի հետ կապված նրբությունները, բայց դրա հետ կապված չի։ Ճշտվել է։ Ճշտում են, այնտեղ ընթացակարգային նրբություններ կա, դատարանի որոշում կա եւ այդ ամեն ինչը ուսումնասիրում, բայց դրա հետ կապված։ Բայց ո՞նց ծառայության պետին ինչու հանեցիք, պարոն Մինասյան։ Իր սեփական դիմումի համաձայն։ Բոլորը իրենց սեփական դիմումի համաձայն գնում են, թե դուք եք ստիպում։ Բնականաբար ոչ մեկին ոչ մի բան չի ստիպվում, աշխատանքային նորմալ մթնոլորտ է եւ եթե որևէ նոր ստանդարտին մարդիկ չեն հարմարվում, իրենք որոշում են կայացնում գնալ այլ աշխատանքի, բայց որևիցե ստիպողաբար կամ այլ ինչ-որ երևույթներ չկան։ Ձեր թույլտվությամբ հստակեցնեմ եւս մեկ հարց ինձ համար։ Հա, դուք նշեցիք, որ դուք շարունակելու եք աշխատել, պաշտոնավարման տեղեկությունները սուտ են։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է։ Ես այդ հարցին անդրադարձա, ասեմ, որ մամուլում տեղ գտնող այդ հրապարակումները սուտ են եւ հերյուրանքներ են։ Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է, պարոն Մինասյան, ես հստակ եմ հարցը սուտ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։